Ողջույն ընկերներ, Մայիս Կարիբյանն է։ Նրանք, ովքեր ինձ հետևում են, դուք գիտեք, որ ես բիզնես աշխարհում եմ, հիմնականում ֆինանսական ինդուստրիայի մեջ արդեն 23 տարի։ Եվ այս տարիների ընթացքում ես արել եմ տարբեր վիդեոներ, եւ այս վերջերս շատերն են ինձ դիմում, թե ինչպես սկսեն բիզնես, կամ եթե մի բիզնեսի մեջ են, ինչպես հաջողվեն, կամ փորձել են բիզնես եւ ձախողվել են։ Այս թեմայի շուրջ եմ այսօր ուզում զրուցել։ Գիտեք, բիզնես աշխարհը դա լրիվ տարբեր մի աշխարհ է համեմատած, երբ որ դու աշխատում ես ուրիշի համար։ Եվ ուզում եմ այսօր խոսալ այն կարևոր կետերի մասին, թե ինչ պետք է մարդ նախնապես հասկանա, ընդունի եւ պատրաստ լինի հաջողվել, եթե որոշել է հաջողվել բիզնես աշխարհում, ինչեր կան, որ նա պետք է ի սկզբանե պատրաստվի եւ ընդունի այն կետերը, այն ֆակտերը, որ բիզնես մտնելու համար սրանք պարտադիր են։ Եվ ուզում եմ ձեզ մի փոքր օգտակար լինել։ Եթե հարցեր կունենաք, կարող եք ինձ գրել, զանգահարել, եւ եթե կցանկանաք ավելի մանրամասն իմանաք, թե ես ինչու եմ ընտրել ֆինանսական ինդուստրիա բիզնեսը, ինշուրանսը եւ real estate-ը, կարող եք ինձ հետ հանդիպել եւ ես մեծ սիրով ցույց կտամ, ինչու դուք կարող եք լինել միգուցե այս բիզնեսի մեջ։ Բայց այսօրվա իմ թեման ընդհանուր բիզնես կոնցեպտն է, յուրաքանչյուր անհատ որևէ տարիքում, եթե որոշել է բիզնես անել, որևէ ինդուստրիայում այս ֆակտերը, այս կարևոր փոյնտերը, որ ձեր հետ կփորձեմ կիսվել, օգտագործելու դեպքում միայն օգտակար կլինի եւ կօգնի, որ դուք հաջողվեք բիզնես աշխարհում։ Նախ առաջինը, ես անգլերեն կգրեմ, հայերեն կխոսամ։ Պետք է իմանաս ինչ ես ուզում։ Okay, so ինչ նկատի ունեմ սրանի, այս ուղղությամբ։ Մարդիկ կան, որ ես ինտերվյու եմ արել, որ բիզնես աշխարհում են եւ նրանք սիրում են օրինակի համար ավտոմեքենաներ, բայց նրանք մտել են օրինակ real estate-ի մեջ։ Օրինակ, կամ մարդիկ կան սիրում են ուտելիքի բիզնեսը, ռեստորան, բայց իրանք մտել են transportation բիզնեսի մեջ։ Եվ դա ամենասխալ պատճառներից մեկն է, որ մարդը ժամանակ անց հետո, որոշ ժամանակ հետո սկսում է ձախողություններ ունենալ իր բիզնեսում։ Ինչու՞, որովհետև երբ որ դու չես ընտրում այնպիսի բիզնես, որ դրա հանդեպ սեր ունես, սիրում ես այդ գործը, թեկուզ եւ գումար սարքես այն բիզնեսի մեջ, որը չես սիրում, ի վերջո որոշ ժամանակ հետո դու սկսելու ես հոգնել, քեզ հետաքրքիր չի լինելու եւ եթե հետաքրքրությունը կորում է բիզնեսի մեջ, դա ազդում է եկամուտի վրա եւ բիզնեսը սկսում է քիչ-քիչ դանդաղել, քչանել եւ ի վերջո մարդը կամ բիզնեսը փակում է կամ հելնում է այդ գործից եւ ասում է